Մենք այս պահին ուղիղ հեռարձակում ենք իրականացնում Էջմիածնից, նշեմ, որ ես Էջմիածնում եմ բնակվում եւ երբ գալիս էի դեպի Երևան աշխատանքի, ճանապարհին տեսա, որ ամբողջ քաղաքը կաթվածահար է եղել եւ այստեղ մեծաթիվ ՊՊՑ ծառայողներ կան եւ նաեւ ոստիկաններ։ Պարզվեց Փաշինյանը գալիս է թիվ 6-րդ մանկապարտեզի վերանորոգման։ Բարև ձեզ։ Փաշինյանն է այցելում, այսպիսի անվտանգությանը ինչպես եք վերաբերում, որ այսպես տեսեք մեծաթիվ ՊՊՑ ծառայողներ են, մեծաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհները կաթվածահար։ Մենք ունենք ունեցել ենք Դեմիրճան, որ ինքը մանայել առանց որևիցե տեխնապաներին եւ առանց որևիցե ասենք օրգանի աշխատողների համար։ Եթե ինքը ինչ որ ամեն ինչ անում է ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, ուրեմն նա պետք է ինքը մենակ ինքը մտնի բոլոր ժողովրդի մեջ եւ հարցումները երբ որ տալիս է ժողովուրդը, ոչ թե սուտ բարերով փոխանցել, այլ ճշմարտությունը։ Մեր այսօրվա 18 տարեկան երեխաները 2 հոգի եկեղեցում գնացել են պատարակի, գնացել են տախտազարդի եւ ինչ որ հերմշտնքով վեր են կալել բան են անում։ Երբ որ մարդը պետք է վերջի զանգ գնա ինքը, շատ դժվար է, շատ ցավալի է մեր ջահելը։ Պապանի չա այսօր հանձնարար է քեզի։ Որ մարդասպան խնդրեմ, որ ասում էի, տեսեք, խնդրեմ, Փաշինյանի ախրանայի եւ ոստիկանների հետ կանգնած տիկին առավոտվանից ինձ հետապնդում է, որպեսզի իմ մասնագիտական գործունեությունը չիրականացնեմ։ Ճշմարտությունը մեկ հատ է, երբ որ երիտասարդը ճշմարտություն ասում։ Այո, մենք ունեցել ենք Վազգեն Սարգսյան եւ ունեցել ենք Դեմիրճան, որ աշխարհը չի ունեցել, բայց այսօր ցավում ենք ամեն ինչի համար, մեր ապրած կյանքի համար, մեր դառը կյանքերի համար, ճշմարտացի։ Ես հորդորում եմ, որպեսզի Փաշինյանը ում աջակիցները, չնայած կարող են այստեղ ոստիկանները ստուգել, օրինակ Սթափեր թե չէ, իմ մասնագիտական գործունեությունը պարբերաբար փորձում է խոչընդոտել, հիշեցնի, որ դա քրեորեն պատժելի հանցանք է, եթե ոչ այս իշխանության, ապա հաջորդ իշխանությունների ժամանակահատվածում պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե Փաշինյանը կարող է գնալ եկեղեցի եւ քաղաքական գործունեություն իրականացնել, ապա որպես լրագրող ես կարող եմ գալ այստեղ եւ լուսաբանել, թե ինչպիսի մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է ժողովրդին սրտիկներ եւ պաչիկներ ուղարկող Փաշինյանը գալիս մանկապարտեզ։ Շեշտում եմ մանկապարտեզ, որտեղ ծնողների մուտքն արգելված է միայն երեխաներն են։ Փաստորեն Փաշինյանը վախեր անգամ մանկահասակ երեխաներից ունի։ Ու քիչ առաջ տեսակ հերթական անգամ Փաշինյանի այսպես կոչված աջակիցը վաղ առավոտից այստեղ ՊՊՑ-ի տղաների եւ ոստիկանների հետ կանգնած է, երևի 3 դրա համար էր Փաշինյանն ասում ՊՊՑ աշխատակիցներն են ինձ վրա ուշ կիրառել, դե դա է էլի։